Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Երբ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ փնտրեն Ովսե 5:15 Կորուստներն ու դժբախտությունները հաճախ այն միջոցներն են, որոնք մեծ հովիվն օգտագործում է իր թափառող ոչխարներին տուն բերելու համար։ Հաչող շների պես նրանք թափառականներին հետ են վերադարձնում դեպի իրենց հոտը։ Առյուծներին հնարավոր չէ ընտելացնել։ Եթե նրանք լավ կուշտ են, հարկավոր է նրանց նախ զրկել իրենց մեծ ուժից և դատարկել նրանց ստամոքսները, այդ ժամանակ նրանք կհնազանդվեն իրենց վարժեցնողների ձեռքին։ Եվ մենք հաճախ ենք տեսել, թե ինչպես է քրիստոնյան ենթարկվել Տիրոջ կամքին հացի սղության և ծանր աշխատանքի շնորհիվ։ Շատ հավատացյալներ իրենց գլուխները չափազանց բարձր են պահում և շատ են պարծենում, երբ մեծ հարստության և ունեցվածքի են տիրապետում։ Նրանք Դավթի պես գովաբանում են իրենք իրենց. «Իմ սարը զորավոր է, ես տեղիցս չեմ շարժվի հավիտյան» Սաղմոս 30:6-7 Երբ քրիստոնյան հարստանում է, լավ համբավ և առողջություն ունի, երջանիկ ընտանիք ունի, նա շատ հաճախ խնջույքի սեղանի շուրջ է նստում պարոն մարմնավոր ապահովության հետ։ Ուստի, եթե նա Աստծո իսկական զավակ է, նրա համար գավազան է պատրաստվում։ Սպասեք մի փոքր և գուցե տեսնեք, թե ինչպես են նրա ցանկալի բաները երազի պես հալվում ու գնում։ Ահա կրճատվում է նրա ունեցվածքի մի մասը և շուտով փոխանցվում ուրիշներին։ Ահա նրա մեծացող պարտքը, ահա չմարված պարտամուր հագը։ Որքան արագ են նրա կորուստները վրա հասնում։ Ե՞րբ են դրանք ավարտվելու։ Երբ այս անախորժությունները հաջորդում են միմյանց, նա սկսում է մտահոգվել իր սայթաքումներով և դառնալ դեպի իր Աստվածը, և դա աստվածային կյանքի դրսևորման վկայություն է։ Օրհնյալ են այն ալիքները, որոնք ծովագնացին իր փրկության վեմի վրա են գցում։ Նյութական կորուստները հաճախ նպատակաուղղված են մեր հոգու հարստացմանը։ Եթե Աստծո ընտրյալ մարդը չի գալիս Տիրոջ մոտ լեփ-լեցուն ձեռքով, ապա նա անշուշտ նրա մոտ կգա դատարկ ձեռքերով։ Եթե Աստված իր շնորհքով ուրիշ միջոց չի գտնում ստիպելու մեզ պատվել իրեն մարդկանց մեջ, ապա նա մեզ փոսը կգցի։ Եթե մենք չմեծարենք նրան հարստության գագաթնակետին, նա մեզ աղքատության հովիտը կիջեցնի։ Սակայն մի թուլացիր, ով վշտի ժառանգորդ, երբ այդպես խրատվես, այլ ճանաչիր այն սիրող ձեռքը, որ խրատում է քեզ, և ասա. «Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ»։ Ղուկաս 15:18